Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ այսօր հացադուլ հայտարարվեց։ Նման ծայրահեղ քայլի դիմեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը։ Հացադուլի գլխավոր նպատակը այն է, որ ի վերջո հասարակությանը ասել, որ այս տիպի ընտրություններով մենք պետություն որպես այդպիսին չեն կառուցելու, այլ կորցնելու։ Առայժմ նա հացադուլ է հայտարարում 7 օրով, չբացառելով, որ այն կարող է անժամկետ դառնալ։ Այս կերպ նա փորձում է Հայաստանի Հանրապետությունում կանխել հետընտրական հնարավոր զարգացումները։ Արտավազդ Վարդանյանը միաժամանակ ինքն էլ է երկմտում։ Մեզ անհրաժեշտ են արդար ընտրություններ, թե ոչ։ Հասարակության մի մասը վախ ունի իր մեջ։ Բա որ հանկարծ հիմա նորից արդար ընտրությունների վնանք ու նորից մարտի 1 անեն։ Նա կասկած չունի, որ արդար ընտրությունները իշխանությունների համար ցանկալի չեն, եւ ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին կոչ է անում չմասնակցել ընտրություններին։ Այս տիպի ընտրություններով դու օրինականացնում ես, այսինքն չես օրինականացնում, բայց օրինականության փող են ստեղծում այս իշխանությունները։ Դրա համար ցանկալի չի։ Սուսաննա Պողոսյան, IPF։